Բարի երեկո ժողովուրդ ջան, գիտեք նոր որ երկրպագություն է գնում մտովի բաներ հիշեցի որ իմ կյանքում անցյալում եղել է եւ դա մոր ուզում ստեղից սկսեմ։ Գիտես մարդու համար ամենակարևոր բաներից մեկն է դա Տեր Աստծո հետ հանդիպել իրա։ Շատ անգամ եղել է իմ կյանքում որ ուզեցել եմ գամ պաշտամունքի այդքան սպասված պաշտամունքին ու անորեն իրա չար գործալա կամ տոնը կռվել ենք, վիճվել ենք, մի բան, չգիտեմ, իրարից նեղվել, չգիտեմ, բարկությունով, նեղությունով, հիմի ուզեմ ասեմ, այսօր արդեն հասել ես տեղ։ Եթե մեկը ճաշը թողել է գազի վրա, արդեն ահագին ուշացել ես, վсё, հանգստացի, արդեն ուշա, ոչ մի բան չես կանես։ Աստվածը սա է, եթե մեկը կա, որ ինչ որ նախապաշարումով է եկել, մեկի հանդեպ կամ չգիտեմ ինչ, խնդրում եմ թողեք էդի դրսում։ Ստեղ Աստծո ներկայությունն է, ստեղ պետք է լինի խաղաղություն եւ ցնծություն եւ Տիրոջ անունը պետք է փառավորվի, ամեն։ Ժողովուրդ ջան, նախ ասեմ, խոսքը վերնագրել եմ հետեւյալ կերպ ճանապարհ դեպի տուն։ Այս քարոզս 3 առաջ օրը չեմ գրել, դա վաղուց էր իմ մեջ, երբ գիտեք Հայաստան էինք, Հայաստանից գալիս ենք դեպի ստեղ, արդեն իմ մեջ այս քարոզը եփում էր։ Բերեք պայմանավորվենք սենց, ես որ խոսամ ճանապարհների մասին, ես չեմ խոսալու ասֆալտի կամ այն բրուշետկի մասին, որով մենք քայլում ենք։ Նու ճանապարհ ես ֆիզիկական եմ խոսալու, դուք ամեն մեկը փորձեք ձեր հասկացածի չափով հասկանալ հոգևոր։ Ասել է թե ձեր որոշումները, ձեր ապրած կյանքը, ձեր խորհուրդները, այդ ամենքը ճանապարհ են։ Եվ այդ մեր մտքի, մեր որոշման, մեր բանո հետևում է դրանից հետևած մենք ապրում ենք, մենք ճանապարհ ենք անցնում։ Օրինակ անցած տարվա վրա մինչև հիմա մենք ճանապարհ ենք անցել մի տարի ժամանակով հոգևոր որոշ աճ ենք ունեցել։ Ոմանք այդ ճանապարհին կորել են։ Այսինքն հասկանալա չէ, երբ որ խոսամ ճանապարհի մասին, ես խոսում եմ մեր ապրած կյանքի ճանապարհների ուղղությունների մասին, ոչ թե ասֆալտի կամ բարձուների մասին։ Շատ ճանապարհներ կան երկրից վրա։ Շատ, տասնյակ հազարավոր, միլիոնավոր ճանապարհներ կան, ժողովուրդ ջան։ Ու այս ճանապարհները ամեն մեկը միտեղ տանում է, հա։ Շատ են, տեսել եք, ուզեմ սենց իմ հետ դարիժ եթե կարելի է նկարներից դիր իմ հետ հավասար։ Այնքան շատ են ճանապարհներ աշխարհի երեսին, որ ոչ հասկանում ես քամոնման որտեղից է գալիս ուրա գնում։ Ամեն մեկը մի տեղի վրա գնում է։ Ոմանք իրար հետ հանդիպում են, խաչմերուկ կարա լինի։ Հանդիպում են եւ հենց նույն պահին էլ բաժանվում են իրարից։ Հիշացնում եմ, ես հոգեվոր բաներ եմ խոսում։ Որոշ ճանապարհներ երկուսը կարա մեկ լինեն, գանհատվեն մի տեղ։ Եվ մի ընթացք իրար հետ գնան, նույն ճանապարհը, նույն ուղղությունն է։ Եվ կարա ճանապարհի վերջում բաժանվի տարբեր տեղերի, միջև անգամ 3 մասի բաժանվի, 2 մասի բաժանվի, չգիտեմ։ Խոսում եմ մեր անցած կյանքի ճանապարհների մասին։ Շատ տարբեր տեսակ են ճանապարհները, շատ բազմազան եւ շատ խճճված։ Ճանապարհներ կան, որ իրար վրայով են անցնում, կամ իրար տակով, մոստերն են։ Հոգևոր բաներ եմ խոսում։ Ես պրոստի թե ամեն կիլո կանգ առնեմ չենք հասնի մենք, այսօր դա դիմաց մեծ կոնֆերենցիա անի, բայց իմը շատ եմ ես սրանք եփել։ Ճանապարհներ կան, որ կարծես թե մինչև մեր ծնվելը մեր համար նախատեսված է եղել, որ պետք է անցնենք։ Բայց եւ կան ճանապարհներ, որոնց ընտրությունը մերն է։ Ես այսօր խոսելու եմ այդ մեր ընտրության ճանապարհի մասին։ Ճանապարհներ կան, որ գիտես թե վերջուրը հասցնում, բայց կան եւ ճանապարհները, որոնց վերջահանգույցը տենց էլ հայտնի չի։ Հայտնի է միանանց, ովքեր հասել են։ Բայց կարծես թե այսքան ճանապարհները շատ քիչ թվացին։ Մարդիկ ստեղծեցին այլ ճանապարհներ, ջրում, նավերի տեսքով, օդում, սամալյոտներ, հա, երկաթգծի տեսքով։ Հնարժե թե կարելի է իմ հետ հավասարդիր, սամալյոտներն է, սիգնատիրներն է մի փոքր պրոստի Եվրոպայի մի կտոր։ Տեսեք, օդում ինչա կատարվում, ժողովուրդ ջան։ Մի խոսքով, ճանապարհներ ու ճանապարհներ ու ճանապարհներ, որտեղից են գալիս ուր են գնում, եւ մարդը, այսօր ես ու դու կանգնած ենք ընտրության առաջ։ Այսքան ճանապարհներից, կլինի երկաթգծով, նավով, ինքնաթիռով, թե մեքենայով, թե ոտքով, թե էշով, թե ձիով, չգիտեմ, ես ու դու կայնած ենք ընտրության առաջ։ Մենք պետք է ճանապարհ ընտրենք, որով մենք պետք է անցնենք։ Իդեպ ասեմ, միաժամանակ 2 ճանապարհով չես կարող անցնես։ Եվ այդ ընտրած ճանապարհը ուր կհասցնի, ամբողջ խնդիրը սուր կայացած է սրանում։ Ոմանց այդ ճանապարհը տանում է ուղիղ կարիերնի ռոստ։ Հոգևոր բանից ենք խոսում, հիշում եք, չէ՞, մարդու ապրելակերպից։ Ոմանց համար իրանց ընտրած ճանապարհը տանում է դեպի վերին քաղաքականություն,
Ոմանց բռնաճանապարհն է տանում ուղիղ բանտ։ Այդ ճանապարհն է ընտրել ինքը, դա է վերցրել։ Ոմանց ընտրաճանապարհն է տանում գիտության ասպարեզ հայտնագործություններ անելու։ Սիրելի քուրս աղբերս, ուզում եմ մի հատ հարց տամ. ինչ ճանապարհ ես ընտրել դու։ Ես ինչ ճանապարհ։ Ուր է տանում ինձ այդ ճանապարհը եւ որտեղ է հասցնելու։ Կարծում եմ ժամանակն է մենք բոլորս էլ քելացի մարդիկ ենք, որ մի հատ մեզ հարց տամ, իմ բռնած ճանապարհը, որի ես նվիրում եմ իմ ամբողջ օրս, ամբողջ կյանքս, տարիներս անցնում են, ինձ որտեղ է հասցնելու։ Ուզում եմ մի հատ սթափենք, տենանք մի հատ հասկանանք որտեղ եմ հասնելու, արժի իմ բռնած ճանապարհով գնամ, թե ոչ։ Միգուցե ժամանակն է, որ ճանապարհս փոխեմ։ Միգուցե վաղուց արդեն սխալ ճանապարհի վրա եմ։ Այսօր ուզում եմ ասեմ, ես բոլոր ճանապարհների մեջ մի հատ ճանապարհ կա ընդամենը, որ տանում է դեպի տուն, դեպի հորբոտ, դեպի երկնքի արքայություն։ Շատ կուզեմ, որ այսօր անձնագրության գանք ու եթե մեկը կգտնվի, որ այդ ճանապարհի վրա չի, շատ բան ես կորցրել, բայց ժամանակ ունես դեռ շտկելու, կանգնելու այդ ճանապարհի վրա։ Նոր դրա մասին է ասում, վերջնահանգույցը որտեղ է լինելու, որտեղ է ավարտվելու այդ ճանապարհը։ Շատերը, գիտեք, ճանապարհի կեսից հասկանում են, որ սխալվել են։ Որովհետև մարդիկ ճանապարհ ընկած գնում են, մեկը մյուսին նայելով, կամա թե ակամա, իրարից օրինակ վերցնելով, բայց մեկ էլ հասկանում է ճանապարհի կեսից, որ այմարդ սխալվել եմ, բայց սխալ ճանապարհ եմ ընտրել։ Եվ սա կոչվում է ժամանակի կորուստ։ Բայց գիտես, շատ անգամ մեր այդ ժամանակի կորուստը մենք ինքներս արհամարում ենք, կարծես այնքան էժանակին բան է, բայց ասեմ սա ամենաթանկ բաներից մեկն է, որ մարդ ժամանակի կորուստ ունի իր կարճատև կյանքի մեջ։ Գիտես, շատ բան կարող ես կյանքում վերադարձնել։ Կարող ես գործածդ գտնել կամ մի բան փոխարինել մյուսով, բայց ոչ ժամանակը։ Ժամանակը չես կարող ոչ փոխես, ոչ ետ բերես։ Գիտես, ժամանակ կար, որ մարդը այդ միակ ճանապարհը ինչքան էլ ուզեր չէր կարող կանգնել, որովհետև ճանապարհը փակ էր, ուղղակի չկար։ Այդ ճանապարհի համար պետք է գին վճարվեր։ Եվ դա մեր Տեր Հիսուս Քրիստոսի արյան գինն է։ Նա իր խաչի մահվան եւ հարության արդյունքում այդ ճանապարհը բացվավ եւ այսօր իլուր ամբողջ աշխարհի քարոզում է, որ կա այդ ճանապարհը, որ տանում է դեպի հավիտենական կյանք եւ այդ ճանապարհի անունը ինչա Հիսուս Քրիստոս է, թող իր անունը փառավորվի։ Բայց մարդը այնքան ամուր է կարճել իր կորուստի տանող ճանապարհին, որ չի ուզում անգամ լսել։ Լսելուց էլ հազարավոր պատճառաբերում, որ խի չի ուզում գա կյանքի ճանապարհին, ինչի չի ուզում փրկվի։ Ում ես բան բացատրում, ով մարդ ուզում ես ասես։ Ում ես ուզում ապացուցել, որ դու ճիշտ ես։ Ամեն մարդ ինքը յուրովի է ընտրում իր գնալիք ճանապարհները։ Բայց ասեմ, մարդիկ մտածում են, դե ասում է, ոչինչ, երբ որ կհասկանամ, մի օր հետ կգամ ձեր ասած ուղիղ ճանապարհին առանց հասկանալու, որ ոչ բոլորին է տրված ետ դառնալ ճանապարհից։ Սա համարձակ հայտարարություն եմ անում, ժողովուրդ ջան։ Ոչ բոլորը կարող են, երբ ուզեն ետ դառնալ գարետ ճանապարհին։ Իսկ նրանք ովքեր հաջողվել են, եկել են, ասեմ մեծ բան են կորցրել, ոչ թե որ եկել են, որ ժամանակ են կորցրել, որ ապրել են սխալ։ Ես դրա մասին եմ խոսալու մի քիչ հետո։ Այսինքն չի լինում, որ առանց կորուստի սխալ ճանապարհի վրա գտնվող մարդը արդեն իր ժամանակները գնում են դեպի կորուստ, դեպի վաբանք, հա, ոնց որ ասում է։ Ուրեմն ես 15 տարի կորցրեցի իմ ժամանակը, երբ որ մի ժամանակ թողեցի Տիրոջը եւ իմ ճանապարհը շեղվավ ուրիշ ճանապարհով էի գնում։ Ես իմ մեջ գիտեի, որ ես վերականգնվելու եմ եւ մի օր դառնալու եմ Տիրոջը։ Ես գիտեի, դրա մեջ համոզված էի եւ կարծես թե երբ ուզեին հենց էլ լինելու էր, բայց ես այն ողորմվածներից մեկն եմ, որ ողորմություն գտավ Աստծուց, որ հրաշքեփով Տերը բերեց նորից իր ճանապարհներին մի բան, որ վաղեմի ընկերներից շատերը տենց էլ չգտան իրանց տեղը ճանապարհի մեջ, ցավոք սրտի, ու դեռ հայտնի չի իրանց կգտնեն թե չէ, որ իմ նման են մտածում, ավելի շուտ ես իրանց նման մտածում։ Գիտես, իմ համար այդ 15 տարիները մեծ կորուստ է։ Միգուցե մեկը ոչինչ ասի, դե ոչինչ անցել է, չէ, իմ համար մեծ կորուստ է եղել, հենց թեկուզ միայն ժամանակի առումով։ Փորձեմ բացատրեմ, ես դա համարում եմ անիմաստ ապրուստ, այդ իմ 15 տարիները։ Հիմա մի բան եմ ասելու, թույլ տվեք ազատ խոսել, քո համար թող լինի, որպես թե բերանս բացում եմ առակով,
բայց սա իմ համար է վերաբերում։ Ես այդ իմ 15 տարիները գիտեք ինչին եմ նմանացել, իմ ապրած, ձեր չէ։ Քո համար թող լինի առակով։ Նմանացել եմ կենթանական աշխարհի ապրելակերպին, որ ծնվում են եւ ամեն բան անում են, որ վաղը մեռնեն։ Եվ իրանց այդ անցած ընթացքը իրանք անցած ընթացքը կռիվ են տվել գոյության, որպեսզի ապրեն գոյատևեն, որ մի օր մեռնելու են։ Ինչի եմ ես ասում, որովհետեւ ես համարում եմ, որ ուղիղ 15 տարի ես ապրել եմ առանց ամենօրյա հաղորդակցության Աստծո հետ եւ սա անիմաց կյանքա։ Դրա համար եմ ասում, կենթանիներն են նույնն անում, Աստծո հետ չեն հաղորդակցվում։ Ես իմ համար եմ ասում, ժողովուրդ ջան, խնդրում եմ ոչ ոք թող չվիրավորվի։ Եթե ես Աստծո հետ առանց հաղորդակցվելու ապրել եմ, բա ինչի նմանացնեի ես դա։ Ուզում եմ ասեմ, որ այսօր ես ողորմություն եմ գտել Տիրոջից, դու ես ողորմություն գտել Տիրոջից, որ ստեղ նստած ես։ Իրան թող լինի փառքը, որտեղ այդ ճանապարհի մասին այսօր ես ու դու տեղյակ ենք։ Իրեւ ասեմ, սխալ ճանապարհից երբ դառնալ ես ասեցի, որ շատ կորուստներ ունի մանավանդ ժամանակի, բայց ժամանակից բացի ուրիշ կորուստներ էլ շատ կան։ Սխալ ճանապարհի հետևանքով։ Դրանցից մեկը կարա սխալ ճանապարհի արդյունքում մարդ ունենա առողջության կորուստ։ Իր բռնած սխալ ճանապարհի պատճառով ունենա առողջության կորուստ։ Բերեք չմանանամ, կարակ դուք օրինակներ արդեն ձեր մեջ կարակ վերցնեք։ Մարդու բռնած սխալ ճանապարհի պատճառով կարա ունենա հարազատի կորուստ։ Իր սխալ ճանապարհով բռնած կարա ունենա հարազատի կորուստ։ Ոմանք իրանց բռնած սխալի ճանապարհի արդյունքում բաժանություններ են գալիս։ Կլինի ընտանիքի մեջ, հարազատների մեջ, քույր եղբայրների մեջ կարա լինի սխալ ճանապարհի արդյունքում։ Ոմանք էլ այս կորուստների մասին եմ խոսում, թվարկում եմ, բացի ժամանակից։ Ոմանք էլ վստահություն են կորցնում հանրության մոտ սխալ ճանապարհի արդյունքում։ Եվ հետո են լեղանում են ապաշխարելով, որ ինձ չեն ընդունում։ Ժողովուրդ ջան, քույր ջան, աղբեր ջան, մենք բոլորս էլ անցել ենք այս этаպը եւ անցնում ենք։ Ասեմ, միգուցե պետք է դեռ ճիշտ ճանապարհի մեջ մի քիչ հարատևես, որ մարդկանց ցույց տաս, որ դու իրականում ապաշխարել ես եւ վստահությունը ինքնին ձեռք կբերես։ Մի խոսքով շատ կորուստներ կան ժամանակից բացի, ես ուղղակի կանգնեցի ժամանակի վրա, որ եթե մեկի բախտել վիճակվել է, ինքը ուրիշ կորուստներ չի ունեցել, բայց հաստատ ժամանակի կորուստ ունեցել է։ Սա ինչի համար եմ ասում, եթե այսօր կա մեկը, որ այդ սխալ ճանապարհի մեջ է, այսօր շուտ պետք է անի դառնալ այդ ուղիղ ճանապարհը, թե չէ վաղը ավելի է շատանալու այդ ժամանակի կորուստը։ Մի ամիս հետո մի ամսով ավելի է շատանալու այդ ժամանակի կորուստը։ Ով հասկանում ինչի մասին եմ խոսում։ Իմ մի բան հարց եմ ուզում տամ, այսքան ճանապարհերի մեջ նշված, վերը նշված, որ ճանապարհի մեջ են այսօր քո ոտքերը գտնվում։ Եվ ուր են քեզ տանում։ Եվ մի հատ ուրիշ հասել եմ ուզում տամ, իսկ ակնկալիքներդ ինչ է, ինչ ես ուզում տեսնել ճանապարհի վերջում։ Մի հատ sense ասում եմ, խնդրում եմ, մի հատ քո մեջ մտածի, մի հատ պատասխան տու, մի բառը, մի հատ քեզի պատասխան տու։ Քո ճանապարհի վերջում ինչ ես սպասում, ինչ ակնկալիք ունես, որ ընկել ես ճանապարհ, ապրում ես այդ ուղությամբ, քո ապրելա ոճը դա է, քեզ ուր է հասցնելու, ինչ սպասում ունես դու այդ ճանապարհի վերջում։ Եվ ուզում եմ մի հատ էլ հարց տամ։ Եթե ասեցիր պատասխանես, ընդամենը դա եւ դա մնայուն բան արդյոք թե հավիտենական։ Ուզում եմ պրոստը մենք մեր ճանապարհի վերջին հարց տանք, իմ դա ինչին է պետք։ Արդյոք դա պետք է, դա մնայուն է թե հավիտենական բնույթ է կրում։ Այստեղ տեղին է Հայկ եղբոր ասած խոսքը, արդեն բոլորիս մեջ անիդոտ դառած, որ ասում է ոչ ոք չի կարող ինձ մոլորեցնել, որովհետև ես ինքս չգիտեմ թե ուր եմ գնում, հա, արդեն անիդոտ դառել։ Ճանապարհից չեմ կարող, ոչ ոք չի կարող շեղի, որովհետև ես չգիտեմ թե ուր եմ գնում։ Բայց սա կողքին ես մի հատ բան եմ ավելացել, սա էլ եմ ասում ինձանից, ոչ ոք չի կարող ինձ տանել մոլորության ճանապարհերով, որովհետև ես ինքս եմ այն ընտրել ինքնական։ Շատ իառնման, բայց շատ հակառակ բան։ Այսօր շմարտում չի կարող ոչ մոլորացի, որովհետև ինքն է ընտրում է ճանապարհը, որովհետև իր ասածին շատ ցանկալի է, շատ մոտ է եւ շատ, ասենց ասեմ, խանդավառությամբ ընդունում է, դա է Իրանը։ Ուրիշ ով կարող է մոլորացի, միայն մարդը ինքը իր է։ Առակաց 16-ի 2-րդ խոսքն եմ ուզում կարդանք։ Այսօրվա կարդալիս համարները հիմնականում լինելու են Առակաց գլխից եւ Սաղմոսներից։ Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր աչքի առաջին, բայց Տերն է հոգիները քշրողը։ Մարդիս բոլոր ճանապարհները մաքուր են իր առաջին։ Մարդու համար իր բոլոր ճանապարհները մաքուր են, ճիշտ է։ Ամեն մարդ տենց է մտածում։ Իմ ճանապարհը ամենամաքուրն է, իմ ճանապարհը ամենաճիշտ։ Դե մինա ես տենց եմ մտածում, իմ ճանապարհը ճիշտ է։ Բայց դու ես տենց մտածում, բայց իմ քո ճանապարհը նույնը չի։ Այստեղից յետևեց որ քո ճանապարհը սխալ է։
Չէ՞ որ իմը ճիշտ է։ Եվ ես մտածում եմ ամեն մարդ։ Եվ խոսքն ասում է, որ մարդի բոլոր ճանապարհները ինչ իր աչքին, խնդրում սրա վրա օպորարա, իր աչքին են մաքուր։ Իր բոլոր ճանապարհները, բայց Տերն է հոգիները կշռողը։ Երբևէ մտածել ես, որ միգուցե այս ճանապարհը, որ այսքան ասում եմ ճիշտ ասա, միգուցե իմ աչքին է երևում։ Միգուցե իր ճանապարհն է ճիշտ։ Չէ, իմը ճիշտ է, ոնց օրինակներ բերեմ, փաստեր բերեմ, բայց հոգիներն է կշռողը Տերն է։ Նույն գլխի 25-րդ խոսքը շատ նման է, բայց նաև շատ տարբեր է։ 16:25-ը։ Կա ճանապարհ, սա արդեն խոսում է եզակին, դեղ ասում է բոլոր ճանապարհներն են աչքին մաքուր երևում։ Իսկ դեղ ասում է կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս աչքին, բայց նրա վախճանը մահվան ճանապարհներն են։ Խոսքն ասում է, որ կա ճանապարհ, որ ուղիղ է, գիտես, նայում ես, ճանապարհը ուղիղ գնում է այս ճանապարհը, եւ մի քիչ դե կարելի է, մի քիչ շեղված, դե էլի ուղիղ է, էլի պատում ես 20 գրամ կամ 2 աստիճան։ Շատ նման է, շատ ուղիղ է, ճանապարհ կա, որ շատ նման է, բայց եւ ինչ ասում, որ ուղիղ է մարդիս առաջին։ Հարց եմ ուզում տամ, քուրս ախպերից, ես միշտ իմ ճանապարհները հարց եմ տալիս։ Տեսեք, թե ինչ ասում, ուղիղ է մարդիս առաջին։ Տեր իմաց ճանապարհը ուղիղ է քո առաջին թե ոչ։ Իմ առաջին կարա ուղիղ լինի։ Իմ առաջին կարա ուղիղ լինի, որտեվ ես շատ խելացի եմ, 2 հատ դիպլոմ ունեմ, չգիտեմ, ես ունեմ, են ունեմ։ Բայց մարդիս ճանապարհ կա, որ ուղիղ է մարդու առաջին, բայց նրա վերջը հələ բերանով ասա մարդ։ Մենք մարդ ենք, ժողովուրդ ջան։ Մեր համոզմունքների մեջ կարանք սխալվենք։ Այն ինչի մեջ որ համոզված եմ 100%, 100, չեմ ասում 99, այն մարդ մեկի դեմ սխալվեցիր։ Կարա լինեն sense դեպքեր, ժողովուրդ, որտեղ մենք մարդ ենք։ Եվ ճանապարհ կա, որ մարդիս առաջին աշկին ուղիղ է թվում, բայց նա վերջավորությունը մահվան ճանապարհն է։ Եզեկիել 16-րդ գլուխ 47 խոսքը։ Բայց դու խոսքը Երուսաղեմի մասին է։ Մի անգամից եմ ասում, ես քեզ չի վերաբերում, որ չնեղանաս, խոսքը Երուսաղեմի մասին է։ Բայց ուզում եմ հիշեցնել, որ Երուսաղեմն էլ ժողովուրդն էլ Աստծո ժողովուրդ էին, ես իմ համար վերցել եմ, որ ես իրանցից լավը չեմ։ Բայց սա ձեզ չի վերաբերում։ Սա խոսքը գնում է Երուսաղեմի մասին, եթե ով կուզի թող ինքն էլ իր մատ քնի անցկացնի եւ մաքուր դուրս գա շատ բարի ինչի՞ չէ, բայց Երուսաղեմին ասում իդեմս Սոդոմի եւ մնացած պետությունների որոշները քշել էր։ Բայց դու ոչ թե նրանց ճանապարհներով գնացիր եւ նրանց փոխությունների պես արիր, մի քիչ միայն, չէ, իրացման չէ դու։ Տես դու, բայց դու ոչ թե նրանց ճանապարհներով գնացիր եւ նրանց փոխությունների պես արիր, մի քիչ միայն։ Այլ դու նրանցից ավելի ապականություն արիր, որ քո բոլոր ճանապարհներում։ Երուսաղեմին Տերը ասում է. Քո մայրը այս էր, հայրը տասուրի էր, ես մեկն էլ չգիտեմ, մեկն էլ Սոդոմի մասին ասում, բայց քո արածը նրանց նման չէր։ Մի քիչ էր նման, դու ավելի շատ արեցիր։ Եվ սա Տերը խոսում է Երուսաղեմի համար։ Այսինքն մարդ կարա լինի Երուսաղեմի մեջ բնակիչ, ամեն օր գնա տաճարը տեսնի իր աչքի առաջին, ամեն օր ծուկ ծռի աղոտ կանի միգուցե օրը քանի անգամ, սենագոգներում քարոզներ լսի, եւ Տերը ասում է դու իրանցից ավելի շատ պղտություն արեցի։ Նրանք ինչ չեն ճանաչում, բայց դու ճանաչելով եւ 43 խոսքը, որովհետեւ բացատրում է էլի, որովհետեւ դու չհիշեցիր քո մանկության օրերը, այլ ինձ բարկացրիր այս ամենովը, եւ ես էլ ահա քո ճանապարհը քո գլխովն եմ տալիս, ասում է Տեր Եհովան։ Ասում է, որովհետեւ դու չհիշեցիր քո մանկության օրը։ Ժողովուրդ ջան, հատ բերեք հիշենք մեր մանկության օրը, հոգեվոր մանկության, որ նոր հասկացնենք։ Հիշում եք, չէ՞, մեր ճանապարհները հոգեվոր բանի մասին ենք խոսում։ Եվ որ նոր ընդունել էր Հիսուսին, ինչքան լավ էր, ճիշեցրեք մտածում էր Հիսուսի մասին, փրկության մասին, այն մարդ ես մեղավոր եմ, Տերը փրկեց, Տերը խաչվեց, ինչ ջերմություն, ինչ քաղցրություն, ինչ լավ էր Տիրոջ հետ ամեն ժամանակ, հաուզում ես գնաս այցելության, սրատ ու դրատ ու եղբայրների հետ, ասում մոռացել ես մանկության օրերը։ Մի տեսակ մեծանալով, հոգեոր ասակով, ոմանք ստաբղում ենք, արդեն սենց ամեն բան դառնում սովորական, ամեն ինչ գիտեմ, ամեն ինչ տեղյակ եմ, այս կանեմ, այն կանեմ, սարերը շուտ կտամ, ասում մոռացար մանկության ժամանակները։ Ինչքան լավ է որ մանկության ժամանակ որ մարդ
կախված է Տիրոջից եւ ինքը բերանը բաց են թրջնի նման սպասավորտերի երբ կլցնի։ Ինչքան հաճելի է։ Բայց գալիս է ժամանակ, որ մարդ արդեն շատ մեծանում է, մոռանում է եւ իրան թույլ է տալիս ամենանկարգ բաները, որ հարի չի հավատացյալի Երուսաղեմի ժողովրդին։ Խոսք են քո ծածուկի մեջ, որ ոչ ոք չի տենում։ Այն որ աշխատանքի վայրում ես, այն որ մեկի հետ ես բանանում, մեկի հետ ես ասիկեն քո վիճակ, քո ծածուկում։ Ես այն ճանապարհի մասին չեմ, որ բոլորը տենում են ասում են, ինչ լավ ճանապարհ է, ինչ ուղիղ է, մեր նման է, ինչ լավ մարդ է, հրաշալի մարդ է։ Խոսք են ծածուկի մեջ, որ ոչ ոք չի տենում։ Ինչպիսին ես դու։ Լավ, բերեք մի հատ էլ բան ասեմ, ուզեմ սա որպես աքսիոմ։ Աքսիոման գիտեք, չէ՞ ինչ է, որ ինքը անջնջելի հաստատ բան է։ Սա է եւ վերջ, ստերից հետո նո մնացածը շարունակվում է։ Չի կարա մարդ լինի սխալ ճանապարհի վրա եւ մի օր հայտնվի ճիշտ ճանապարհի մեջ։ Այսինքն չի կարա սխալ ճանապարհը տանի, վայ, հայտնվեց ճիշտ ճանապարհ, չկա սես բան։ Սա խապկանքը սա բացառում է։ Սխալ ճանապարհը ճիշտ տեղ չի բերելու։ Վատ ճանապարհը լավ տեղ չի տանելու։ Ոմանք հույսեր են պահում աշխարհում, որ դե ոչինչ գամ քֆրամ գամ կհատվեմ միտեղ իրար հետ, չէ, չկա տես բան։ Սխալ ճանապարհը ճիշտ տեղ չի բերելու երբեք։ Երեմիա 2-րդ գլուխ 36 խոսքը։ Տեն ասում է, էլի Երուսաղեմին ավերաբերում։ Ինչ ես շատ թափառում, ճանապարհներդ փոփոխելով, Եգիպտոսից էլ պիտի ամաչես, ինչպես Ասորստանից ես ամաչել, շարունակություն եթե կարելի է։ Դեռ ասում ձերքերդ գլխիդ, սանից էլ դուրս կգաս, ձերքերդ էլ գլխիդ, որտեղ Տերը մերժել է քո հույսերը եւ դու չես հաջողվել նրանցում։ Ասում է, այն որ ապավինել ես նոր 36 խոսքի դին Արեգ ջան։ Ինչ ես շատ թափառում ճանապարհներդ փոփոխելով։ Այսօր ճանապարհը փոփոխելով մեկից մյուսը, մյուսից մյուսը, ասում է ինչ ես թափառում։ Ինչքան ուզում ես թափառի, եկինք տանող ճանապարհը մի հատա։ Իրա կրկնօրինակը չկա։ Այն որ Ասորստանին է իր ապավինում, հիմա թողել ես եկել Եգիպտոսին, դա էլ չի եկինք ես տանելու։ Եկինք տանող ճանապարհը մի հատա, եւ նա անունը Հիսուս Քրիստոս է, ուրիշ այլ ընտրանք չկա։ Ասում է ինչ ես թափառում ճանապարհներիդ մեջ։ Որովհետեւ ասում է ձեն այդ գլխի վրա դրած այն հանձնվելու հանձնվում է։ Ասում է այնտեղ էլ ես դու պարտություն կրելու Եգիպտոսում էլ։ Շատ անգամ մարդիկ իրանց ճանապարհները փոփոխում են, վիճակներից վիճակներ, բայց տենց է չեն ընտրում եկինք տանող միակ ճանապարհը, տուն հասցնող միակ ճանապարհը տենց է չեն ընդունում։ Եթե ուրեմն եւս մի համար այս գլխում 18-րդ խոսքը խնդրում եմ, եւ հիմա ինչ ունես դու Եգիպտոսի ճանապարհումը, որ Սիովրի ջուրը խմես, եւ ինչ ունես դու Ասորստանի ճանապարհումը, որ գետի ջուրը խմես։ Աստված հարց է տալիս, այն ինչ գործ ունես աշխարհի մարդկանց հետ, աշխարհի հետ, որ իրանց այդ կեղտոտ ջուրն էլ խմում ես։ Ինչ գործ ունես Ասորստանի գետի ջրն ես խմում, Եգիպտոսի չգիտեմ ինչ ջրն ես խմում։ Հիսուսը ասավ ես եմ ջուրից խմողը, երբեք չի ծարավի։ Այն ջինջ աղբյուրը, այն կյանք տվող ջուրը ասավ ես եմ, բայց դու թափառում ես ճանապարհներիդ մեջ, տո Ասորստան, տո չգիտեմ Ֆինլանդիա, տո Եգիպտոս, տո չգիտեմ ուր, ինչքան ես թափառել եւ դրանց կեղտոտ ջուրը խմելու ես։ Շատ դերողություն եմ խնդրում, բայց պարտավորություն եմ հանձնում ասել, որ շատ անգամ նույն այդ ճանապարհները մեր գիտեք որտեղ է, ինտերնետի մեջ, YouTube-ից YouTube, այս մեկից է մեկ է, մեկից ինչ ես փնտրում, այդ կեղտոտ ջրերը խես խմում։ Ինչ պիղծ բաներ ասես, որ ցույց չեն տալիս։ Բայց Քրիստոսն ասում է ես եմ ջուրը։ Բայց ոչ բոլորն են այդ ջրն այսօր փափագում։ Այնքան խմեն այդ կեղտոտ ջրերը վարժում ու սովորում են դրան, որ մաքուր ջրի մեջ անուն են դնում։ Գիտես, եթե հանցագործը համոզված լիներ, որ հերթական հանցագործությունը կատարելուց անմիջապես հետո իրան բռնելու են, եթե ինքը համոզված էր, որ բռնվելու է եւ դատվելու է ամենախիստ ձևով, նա մի հատ կմտածել նորից, գնամ այդ հանցագործության, թե չէ։ Բայց մարդը այսօր չի մտածում դա։ Ժողովուրդ ջան, Աստծո խոսքն ասում է, որ Աստված ողնուծուց քննող է։ Մեր ամեն արարքը, ամեն մտածած, ամեն խորհուրդները, ամեն բան Աստծո առաջ է եւ հստակ իմացած լինենք, որ դրա համար պատասխան ենք տալու Աստծո առաջ։ Անեն չի, ես ասեմ, եթե հանցագործ իմանա, որ կբռնվի, մի հատ է կմտածել, անի թե չէ, բայց մենք ինքան ազատ ենք։ Ազատություն ենք տալիս մեր ձեռքերին, գողանալուն, հարվածելուն, զարկելուն։ Ազատություն ենք տալիս մեր լեզուների սանձ արձակում ենք, մեր մարմնին ամեն ինչի մեր աչքերին,
որ մարմնի կամքը կատարի, առանց հասկանալու, որ սա թշնամությունը Աստծո դեմ գրված է Սուրբ գրքում։ Առաջ Հովհաննես 2-րդ գլխում ասում է, սա թշնամությունը Աստծո դեմ։ Բայց մեզ ազատություն ենք տալի առանց մտածելու վերջի մասին, որ մի օր կանգնելու ենք նրա առաջին։ Անգիեի առաջի գլուխ 7-րդ խոսք։ Այս ամենը կարդացինք Երուսաղեմի մասին, հիմա Տերը մի հատ լավ խորհուրդ է տալիս մեզ։ Դա կարդացի, որ մի հատ ազնագործությամբ գանք։ Հիմա կամաց գալիս ենք դեպի ուրիշ տեղ։ Այսպես է ասում զորաստերը, ձեր ուշը դարձրեք ձեր ճանապարհներին։ Հիմա Տերը ասում է, Երուսաղեմի մասին իմացար, իմ կարծիքս եւ այլն, ամեն բան իմացար։ Հիմա ասում եմ մի հատ դու քո ուշ կդարձրա քո ճանապարհին։ Ժողովուրդ ջան, հիմա առաջարկում արի մի հատ կանգնենք, այդ մեր ճանապարհի ընթացքի մեջ մեր մտքի։ Մի հատ կանգնի հելը։ Մի հատ բերելը ուշ կդարձենք մեր ճանապարհին։ Գնանք ինչ ճանապարհի վրա ենք եւ ուր ենք գնում։ Վաղուց արդեն ժամանակն է, որ փնտրենք Տիրոջ երեսը եւ խնդրենք, որ ասենք Տեր շտկիր մեր ճանապարհները։ Ուզում եմ մի հատ անձնականության գաս։ Մի հատ ուշ կդարձրու քո ճանապարհին։ Քո ճանապարհի պատուղը ո՞րն է։ Այսօր մենք ուտում ենք այն, մեր ապրած ճանապարհի պատուղն ենք մենք ուտում։ Անդեղն անց ասավ քո գլխովն եմ տալու քո ճանապարհը։ Մենք այսօր ուտում ենք այն պատուղը, ինչ ճանապարհը որ անցել ենք։ Ինչ ճանապարհով անցնես, որոշ ժամանակ հետո դրա պատուղը ուտելու ես։ Անգին ասում եմ մի հատ ուշադրություն դարձրա քո ճանապարհի, մի հատ ուշ կդարձրա։ Մենք մոռանում ենք, դեպ խորհուրդ եմ տալիս ժամանակ առ ժամանակ ուշադրություն դարձես ինքդ քո ապրած կյանքի։ Ժամանակ առ ժամանակ մարդը ընդունական մոռանալու, ինքը տրվում է ու գնում է, գլորվելով ապրում է։ Բայց Աստծո խոսքը ասում է ուշ կդարձրա, մի հատ կանգնի, էլի մի հատ կանգնի, մի հատ ուշ կդարձրա։ Նորմալ ամեն բան դարշ է գնա։ Իսկ եթե հարց կա, շուտ շտկի։ Մենք պետք է սովորենք ժամանակ առ ժամանակ ուշ դարձնել մեր կյանքի վրա։ Սաղմոս 143:8 ամեն փնտրողը Տիրոջ իրան ճանապարհի մեջ Դավիթի նման Էսաղոտ կաներ։ Առավոտը լսել տուր ինձ։ Սա նանից հետո ենք անում, երբ որ ուշ ենք դարձնում մեր ճանապարհին եւ հատնում ենք առավոտը լսել տուր ինձ քո ողորմությունը, որ քեզ եմ հուսացել։ Այս մարդ ուշ էր արի իր ճանապարհին, հասկացավ, որ Տիրոջից բան ունի ինքը խնդրելու։ Առավոտը լսել տուր ինձ քո ողորմությունը։ Չմնա կեսովան, չմնա իրիկվանը շուտ հիմա, որ քեզ եմ հուսացել, ինձ ցույց տուր այն ճանապարհը, որ պիտի գնամ նրանում, որովհետև դեպի քեզ եմ բարձրացնում իմ անձը։ Ասում է ինձ ցույց տուր այն ճանապարհը, որով որ պետք է գնամ։ Խնդրակն է Դավիթին առաստված, Տեր ցույց տուր։ Դավիթը չգիտեր ինչ ոնց պիտի ապրեր։ Նա լավ էլ գիտեր, միգուցե մեզանից էլ լավ, բայց նա մի անգամ ուշ դարձեց իր ճանապարհին, ասավ Տեր, առավոտ կանուխ ինձ պատասխան տու, խնդրում եմ Տեր Աստված ասում է ցույց տուր այն ճանապարհը, որ պիտի գնամ։ Հանկարծ չլինի իմ մարդկային որոշումը, որ սա է ճիշտը, սա գնամ, այլ քեզանից ստանամ, որն է ճիշտը, ընդեր գնամ։ Կարող եմ ասեմ, հա ժողովուրդ ջան։ Սա գիտես ինչի դա նման, երբ որ Հայաստան ենք, առավոտ շուտ պիտի դուրս գայինք արդեն մեքենայով, հիմա նստել ենք մեքենայի մեջ, խփում եմ նավիգացիան, Նավակոյբիշեսկ, Մայակ։ Որ պիտի բանանի դելը ֆռմա, սպուտիկը պիտի մանգա, սպասողական վիճակ է։ Այսինքն ես բայց որոշել եմ իմ մեջ, հենց ստացա Սպուտնիկից, կոորդինատները տվեց, դուրս են գալիս ճանապարհ։ Հայատում կանացեմ, բագաժնիկը լիքն է, պասաժիրը տեղում է, շոֆերը իր տեղում է, հեռախոսը դրած է, սպասում ենք։ Ցույց տուր այն ճանապարհը, որ պիտի գնամ։ Դավիթին ման Տեր ցույց տուր, իմ ուր գնամ։ Ոնց գնամ, ոնց անեմ։ Շատ ճանապարհներ կան, բայց ո՞րն է ինձի իմ տուն տանող ճանապարհը։ Չէ՞ թե մգնեմ Ադրբեջան։ Հա, կարամ կարդալով բանով, բայց Տեր դու ցույց տուր, էլի, որտեղ ճանապարհի մեջ այնքան բաներ կան ժողովուրդ ջան, եւ Սպուտնիկը պիտի երկնքից բռներ ինձ ցույց տար։ Բայց մինչև կբռներ ինձ ցույց կտար, նախ պետքա որոշվեր իմ գեոլոկացիան, որտեղ եմ ես։ Իմ իրավիճակս, որտեղից եմ, որ պահին եմ կանչում ես Աստծուն։ Պիտի սա ֆիքսվեր, այս մարդը ինչ վիճակի մեջ է կանչում եւ ինչ է ուզում։ Երբ որ ինձ գտավ Սպուտնիկը, միանգամից պատասխանը եկավ, որը կարդում ենք Սաղմոս 32:8-ում։ Պատասխան երկնքից։ Իմաստուն կանեմ քեզ եւ կսովորեցնեմ քեզ այն ճանապարհը, որն անում պիտի գնաս։ Կխրատեմ քեզ, իմ աչքը քեզ վրա կլինի։ Ալելույա, խոդիտի ուքշի։ Այսինքն, իմաստուն կանեմ քեզ, 3 հատ բան աստեղ ասում, ժողովուրդ ջան, իմաստուն կանեմ քեզ։ Կսովորեցնեմ, կխրատեմ քեզ։ 3 հատ բան իմաստուն կանեմ,
կսովորեցնեմ, կխրատեմ։ Հիմի գիտես, եթե Տերեսուն ինձ իմաստությունա տվել, այսօր սովորացնում եմ եւ սովորում եմ, բայց խրատ ընդունող չեմ, ամեն բան թերի է։ Եթե այսօր իմաստություն է ձեռք բերել Տիրոջ ողորմությամբ, եթե այսօր աշակերտի սիրտուն ես սովորելու եւ խրատ ես ընդունում, հետո գիտես Տեր ինչ ասում։ Այս որ իրեք իր այդ կոմպլեքս է, ասում եմ աշկերը քեզ վրա կլինի։ Մարդ ապահովության մեջ է։ Հիմա պատկերացրա մի մարդ, որ սովորում է, իմաստություն ունի շատ է քիչ, բայց խրատ չի ընդունում։ Հաստատ մի տեղ կգա, մի պահ կլինի, միգուցե, որ ոտը քարին կառնի։ Տեր բաուր էր, բայց իմաց քո վրա չէ։ Դու խրատ չես ընդունում։ Քեզ ասում եմ, ստեղ մնա, դու հլմես գիշերը քշում ես։ Չգիտեմ, եւ այլ օրինակ եմ ասում, գլխից եմ ասում։ Այսինքն խրատ ընդունել է պետք, իմաստուն, սովորել եւ խրատ ընդունել։ Եվ Տեր ինչ ասում։ Իմ աչքը քեզ վրա կլինի։ Խոսելով ճանապարհների մասին, սա ինչ անշանակում, որ A կետից B կետ պետք է գնացվի։ Այսինքն մի վայրից մյուս վայր պետք է գնացվի, եւ սա ինչ որ որոշված ապրիլյոնի ժամանակի մեջ։ Իդեպ ասեմ, այս տարածության մեջ, այս ժամանակի մեջ այնքան սпасելի եւ անսպասելի սուրպրիզներ կան, այնքան սուրպրիզներ կան սպասված եւ անսպասելի։ A կետից B կետ հասնելու համար, թե տարածության առումով եւ թե ժամանակի առումով։ Գնալուց օրինակ մենք իմացանք, որ լարսը փակ է, օրերով։ Մի խոսքով չեմ ուզում 마րանամ, շատ բաներ սրավակուզեմ օրինակ ասեմ, բայց մի մեկն եմ ուզում ասեմ։ Երբ որ հետ էին գալիս, անցնում ենք մի քաղաքի մոտով արդեն մութը ընկնում էր, մեր նավիգատորները լրիվ լռեցին։ 3 հատ հեռախոս նավիգատոր միացրած, Yandex, Google, կարտա, չգիտեմ, ոչ մեկ չի աշխատում։ Ու սա շատ երկար ժամանակ, ու չգիտենք ուր է տան։ Հիմի մութն ընկնում է։ Իմ աղոթքը սա էր, Տիրոջը, որ հասնենք մինչև մութ ընկնելը, ասենք քաղաքից դուրս ես գալի դաշտ է դուրան, չգիտես։ Դաշտի մեջ մի քանի հատ ճանապարհ է, ուր է տաս։ Որ մինչև մութ ընկնելը հասնենք այն վայրը, որտեղ որոշված է, որ պիտի մեր համար լիներ իջևանատեղը լիներ, հա, հանգրվանի վայրը լիներ, գիշերը որ մնայինք, առավոտ դուրս գայինք։ Մութ ընկնում է, բայց մեր նավիգատորը արդեն ինչքան վաղ տա լռել է։ Մի րոպե չի, 10 րոպե չի, կես ժամ չի, մի ժամ չի, գնում ենք, չգիտես ուր է տաս, ոնց պատահում, հա, աղոթք ենք անում։ Ուրեմն 139-24-ը իմ աղոթքս նման է շատ սրան։ Եվ տես, թե որ չար ճանապարհում լինեմ եւ առաջնորդին ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Տեր, ես տես թե սխալվում եմ, դու ինձ առաջնորդիր։ Այնքան ուզում եմ, որ մեր կյանքի այս ճանապարհի մեջ մենք այս աղոթքը շուշուտ բերենք։ Ժորժ ջան, աղոթքը լավ բան է, դա մի չգիտեմ, մի զորություն է, այս մերսի պետք է։ Շուշուտ աղոթք արա, պրոստ ասա, երկինքը սենց աղոթքներ է սիրում լսել։ Տեր, եթե իմ տեսնում ես, որ չար ճանապարհի մեջ է այն ոտքս, շտկին ինձ, առաջնորդին ինձ դեպի հավիտենական ճանապարհը։ Մարդ որ այս աղոթքը չի բերում, ապրում ատենցել ու ապրը, բայց որ աղոթք բերող մարդ է, Տեր ասում է խնդրել ես դե ստացի։ Հոպ, ստեղ սխալ է, ստեղ լավ է, ստեղ վտանգ է, ստեղ փոս կա, այնտեղ մինակ է, չգիտեմ։ Չես խնդրել, ես էլ ասում եմ։ Դա շատ կարևոր է, որ մենք խնդրենք ասենք, տես, թե որ չար ճանապարհում լինեմ, թե որ, գիտես չի ասում, որովհետև լավ էր հասկացել, որ ճանապարհ կա, որ մարդու շիտակ է երևում, բայց նա վերջավորությունը մահվան ճանապարհն է։ Լավ, շիտակ է երևում, բայց չէ, Տեր, դու տես, թե որ չար ճանապարհում լինեմ, ինչ արա առաջնորդինից դեպի հավիտենական ճանապարհը։ Շատ կարևոր է, որ մեր այս կյանքի ընթացքի մեջ մենք չապավինենք մեր իմացությանը, մեր փորձառությանը, մեր ձեռք բերած գիտությանը։ Գիտես, ունենալ փորձառություն եւ գիտություն շատ լավ բան է, բայց ճանապարհից պետք չի ապավինել նրան, որովհետեւ այնքան բաներ կարան հանդիպեն, ասեցի, սպասված եւ չսպասված սուրպրիզներ, որ քո իմացությունը քեզ կարա ծուր տեղեր տանի։ Բավուն զանազան եմ ճանապարհը, միայն սերտ հաղորդակցություն ունենալով Սուրբ Հոգու հետ, ժողովուրդ ջան։ Սենց ասեմ, եթե դու այնքան իմաստություն, փորձառություն ունես, մինչև 10-ի աղյուսակը անգիր գիտես, բայց չի բացառվում, որ կյանքի մի էտապում գաս հազարների դեմ եկնես, որ չիմանաս դրա պատասխան։ Հա, մինչև 10-ը լավ գիտես։ Բայց ասես, գիտեմ, ես սաղ լավ մաթեմատիկա գիտեմ, տեն չէ՞լի։ Միտեղ կհանդիպես, որ քո փորձառությունը էլ քեզ չի օգնի։ Միգուցե դաժե նույնիսկ խանգարի էլ։ Դա համար շատ լավ ապավինել ոչ թե քո փորձառությանը, կրկնում եմ, թեև նա շատ կարևոր է, այլ ապավինել միմիայն Աստծուն, միմիայն Տիրոջը, ճանապարհների հարցում գորեթե։
Դավիթը երևի թե կանգնած էր նման խնդրի առաջ ու մի օր սենցաղոտ բերեց Սաղմոս 17:5-ը հաստատիր իմ գնացքը քո ճանապարհներումը որ ոտքերս չգլորվեն աղոթում էր հասկացա մարդը էլի ասավ չէ Տեր հա ես թագավոր եմ շատ բան է սովորացել բայց դու հաստատիր իմ գնացքը քո ճանապարհում որ չմոլորվեմ եւ Տիրոջ պատասխանը կրկին անգամ նման աղոթքով անունների համար չի ուշանում Եվեսայի 30:21 եւ քո ականջները լսում եք պատասխանը Տիրոջ որ ասում է հաստատիր իմ գնաց քո ճանապարհում եւ քո ականջները լսելու են մի խոսք քո յետևիցը որ ասե այն որ ասում աղոթում են ճանապարհին չմոլորվենք շուտ հասնենք մութը վրա է անգնում եւ քո ականջները լսելու են մի խոսք քո յետևիցը որ ասե սա է ճանապարհը սրանով գնացեք երբ որ աջ կողմը պետք է գնաք եւ երբ որ ձախ կողմը պետք է գնաք Տերը ասում է աջ գնաց թե ձախ եթե դու խնդրում ես ասում ես Տեր դու ցույց դու հաստատիր ասում ես լսելու ես քո ականջները թե ինչ ճանապարհով միգուցե բեմից մեկը քարոզի միգուցե տնային խմբակի մեջ չգիտեմ բայց Տերը ասելու է որն է քո աջ գնալու ճանապարհը որտեղ է ձախ գնալու ճանապարհը գիտես չի ասելու որտեղ ակնկալիք ունի որ այն իմաստությունը որ սովորել ես իրանից որ առել ես իրանից հիմա դու սիրտ ունես սովորելու եւ ընդունելու ասում են չէ եթե մարդը չի ընդունում սիրտ չունի ընդունելու խրատվելու Տերը չի ասի Տերը ասում է քո աղոթքին պատասխանում է այն ակնկալիքով սենց թույլ տվեք ասեմ որ այս մարդը կընդունի այս ասածը Առակա 3:6 քո բոլոր ճանապարհներում այ շատ լավ համարան ուզում եմ սա հասկանանք քո բոլոր ճանապարհներում ճանաչի նրան եւ նա կուղե քո ճանապարհները ով է որ աղոթում է Տեր ուղի իմ ճանապարհները Մի քիչ առաջ որ կարդացիք Տեր ուղի տենել ուղում էր աջ գնաց ձախ գնաց վերև լնես ներքև իջնես ում համար քո բոլոր ճանապարհներում ճանաչիր նրան եւ նա կուղե քո ճանապարհները Ժողովուրդ ջան, այսօր շատ կարևոր է, որ քո բոլոր ճանապարհների մեջ, քո որոշումների մեջ, քո խորհուրդների մեջ դու Տիրոջը ճանաչես։ Շատ անգամ մենք ճանաչում ենք մեր վգը, մեր օգուտը ո՞րն է այս ճանապարհի մեջ։ Որ այդ համ սենց ասեմ, այդ համ սենց անեմ, այդ համ օգնեմ, իրանից օգուտ ունեմ, թե չունեմ։ Չէ, քո ճանապարհների մեջ ճանաչիր Տիրոջը։ Եթե քո ամեն ճանապարհի մեջ ուշադիր ճանաչեցիր Տիրոջը, Տերը ուղղելու է քո ճանապարհը։ Գալու է մի ճանապարհի մեջ, որ ուզենաս ճանաչես Տիրոջ տենալով, չէ, ստեղ Տերը չկա։ Ստեղ Տերը չկա, ստեղ ուրիշ բան է, սա ֆարշ է։ Ահա Տերը ուղղեց քեզ, ասա որ εμեդի քոնը չի, հետ գնա։ Այսինքն ուղղելու մի ձևն է սա, երբ որ քո ամեն ճանապարհի մեջ դու փնտրում ես Տիրոջ ներկայությունը, Տիրոջ առաջնորդությունը։ Եթե ես այս պահին գնամ, ասենք կազինոներում, ասենք փող դնեմ, այդտեղ շահել կամ շահելու համար, այդ ճանապարհի մեջ հաստատ գիտեմ Տերը չկա։ Ճիշտ է թե չէ։ Ուզում եմ գնամ համոզել եմ, ըհը, նայում եմ, Տերը չկա այնտեղ։ Ճանապարհս ո՞նց է ուղղվում։ Հետ եմ դառնում։ Այսինքն եթե դու քո բոլոր ճանապարհների մեջ, բոլոր Տիրոջը փնտրես, Տիրոջը ճանաչես այդ ճանապարհի մեջ, դա քեզ լինելու է ուղեցույց, ճիշտ ճանապարհի վրա ես թե սխալ, եւ Տերը կուղղե քո ճանապարհները։ Ժողովուրդ, մենք բոլորս էլ ճանապարհ ենք դուրս եկել։ Հուսամ բոլորից բռնա ճանապարհը նույնն է եւ նույն տեղն է հասցնելու դեպի տուն։ Այս ճանապարհի վրա ոմանք մի քիչ առաջ են, ոմանք մի քիչ հետևից են գալիս, ոմանք սկզբից են գալիս, բայց պետք չի մոռանալ, որ շատ առաջիներ կարան հետիներ լինեն, հետիներ առաջին։ Եվ այն որ ասեցի, որ ճանապարհի մեջ կարան սուրպրիզներ լինեն։ Ուզում եմ ասեմ, որ հիշում եք այն օրինակ բերեցի Հայաստանից մեր դուրս գալու, այդ սպասողական իմ վիճակի, այդ որոշումները, որ ասեմ, այնքան նման էր Իսրայել ժողովրդի Եգիպտոսում զատիկի օրը սպասողական վիճակին։ Բայց ուզում եմ ասեմ, մենք որ ընտրել ենք այս ճանապարհը փրկության երկինք տանող հավիտենական կյանքը եւ ոչ թե դժոխքի ճանապարհը, ուզում եմ ասեմ, որ այս ճանապարհին ամեն բան հարթ չի լինելու։ Այս ճանապարհը լինելու է ցուրտ եւ մութ գիշերներ, բայց նաեւ հաջորդելու են տաք եւ արևոտ օրեր։ Միանշանակ։ Բայց մի բան որ հաստատ գիտեմ, որ Տերը խոստացել է, որ այս ճանապարհի մեջ մեզ մենակ չի թողելու։ Ինչպես Իսրայելի ժողովրդին էր անապատում, գիշերը կրակի սյունով էր առաջնորդում, ցերեկը ամպի սյունով ինքը մեր հետ է լինելու։ Կարևորը, եթե ընկել ես այս ճանապարհը, վստահի Տիրոջը, հանձնվի նրան ամբողջովին եւ նա
կկատարենք, խոստացել է, որ մենակ չի թողալու։ Ուրեմն վերջերս լուրերից մի բան տեսա, որ ասում է Սյունիքում 2 հատ երիտասարդ մառախուղի պատճառով մեկ ասին անցել են թշնամու կողմը, մեկ ասին մոլորվել են, չգիտեմ, ուզում ասեմ մառախուղի պատճառով 2 երիտասարդը մոլորվեցին։ Մոլորվեցին եւ եթե չեն են գեր շատ մեծ էր հավանականություն որ կգնեին թշնամու կողմը, որտեղ մառախուղը բան չի երևում, բայց քանիսդ գիտեք, որ մառախուղի ժամանակ այդ սարերում, այդ սերպանցիներում մառախուղի հետ գալերներն են իջնում։ Գալեր մառախուղի հետ իրանք իջնում են։ Իջնում են որտեղ որ մառախուղը պրծում է, որ հասցեն մարդ, չգիտեմ, գար մարդ տանելու համար։ Մառախուղի ժամանակ գիտես ինչա պետք։ Շան կարող ես ցածրանաս։ Մառախուղ որ ցածրանաս ինքան ավելի խոնարհվես ծնգերիդ վրա։ Գիտես ճանապարհի մեջ թույլ մի տուր քո միտքը, քո ուղեղը մառախլապատի։ Եթե ուղեղդ մառախլապատես դու շփոթվելու ես, կարող ես թշնամու բանակի մեջ, հետո հայտնվես այնտեղ։ Դու չես իմանում որ ես այդում։ Քեզ թվալու է, թե քո բռնած ճանապարհը ճիշտ է։ Ու հայտնվելու ես թշնամու տերիտորիայի մեջ։ Գիտես խի, որովհետև ուղեղը մառախլապատում է, սատանան կարում է սա անի, կարում է հաջողվի։ Եվ ոբսի չթողես, որ այդ քո ճանապարհի, քո ընթացքի մեջ, բռնած ճանապարհի մեջ մառախլապատի քո մտածելակերպը, քո որոշումները խոնարհվի շուշուտ։ Խոնավի եւ վստահի Տիրոջը։ Առակաց 23:19 Աստծո միտեղ ասում է Իրանի այն ամենին, որ վախենում են Տիրոջից եւ գնում են նրա ճանապարհերում։ Լսի դու, որցյակս եւ իմաստուն եղիր եւ ուղիղ ճանապարհիդ մեջ քո սիրտը։ Ալելույա։ Պիտի մենք այս համարը հասկանանք։ Լսի դու, որցյակս ասում է Տերը, իմաստուն եղիր եւ ուղիղ ճանապարհիդ մեջ քո սիրտը։ Շատ լավ է որ ճիշտ ճանապարհ ես դուրս եկել, շատ լավ է, բայց մի հատ վտանգ կա։ Կարե ճանապարհի մեջ քո սիրտը շեղվի։ Աստծո խոսքն ասում է ուղիղ քո սիրտը ճանապարհի մեջ։ Եվ այն մարդիկ ովքեր ուղում են, Տերը անվանում է իրանց իմաստուններ։ Իմաստունը նա չէ որ ասում է ես իմաստուն եմ։ Իմաստունն այա որ Տերն ասում է, եւ իմաստունը նա է, որ ճանապարհի մեջ իր սիրտի դիրքը ուղղում է։ Գիտես կարանք լինենք ժողովին իրար հետ հավաքենք պաշտամունքի կամ տնային խմբակի, բայց սիրտս ուղիղ չլինի եղբորս քուրիկիս հետ, սիրտս ուղիղ չլինի եկեղեցու հետ, առհասարակ սիրտս ուղիղ չլինի Աստծու հետ, թե մասնակցում եմ ժողովներին։ Ճանապարհի մեջ եմ, բայց սիրտս ուղիղ չէ, գնացող ժողովրդի հետ ուղիղ չի սիրտս։ Մի ճանապարհ ենք գնում։ Առաջներում հիշում եմ, երբ որ տրանսպորտ չկար Բրեղավանից Աբովյան, ընդհանուր պաշտամունք էր, ձմեռվակից ոտով գնում ենք, սաղ եկեղեցի ոտով գնում էր իրար հետ, մինչև Աբովյան կասենք, եթե մոտորապես մի 10 կիլոմետր կլներ, միգուցե դա ավել։ Պրոստի մի քանի սիրտը ուղիղ չէր։ Գալիս ով, կարող է հետեթամ, կարող է բան, առաջը գազ գնում են յանի ինչ ես ուզում ասես դրանով, ասինքն ուզում եմ ասեմ, կարաս լինես ճանապարհի մեջ, գնաս հետները նույն քարոզը լսես, լավ էլ երգես, աղոթես, ձերն հետ էլ բարձրացնես, բոլորն էլ տենան, բայց եթե ճանապարհի մեջ սիրտդ ուղիղ չի, եկեղեցու հետ, եղբորդ հետ, ընտանիքիդ մեջ, Տիրոջ հետ, Տեն ասում է ուղիղ։ Լսի դու որցյալ եւ իմաստուն եղիր, երբ որ դու ուղղեցիր սիրտդ ճանապարհի մեջ, դու կդառնաս ավտոմատ իմաստուն։ Հավանություն տալը դա դեռ քիչ է։ Հիմա մենք բոլոր դուրս ենք եկել ճանապարհ, ժողովուրդ ջան։ Եվ գիտես ինչ, եթե մեզանից մեկն էլ Աստված մի առասցել չհասնի տեղ, դրա պատասխանատուն միայն ինքն է։ Պետք չի մեղադրել ես ինչ քուրիկին, ես ինչ եղբոր, ես ինչ առաջնորդին։ Դու լավ գիտես ճանապարհի տեղը արդեն։ Դու լավ գիտես Հիսուսին։ Շատ անգամ հնարավորություն ես ունեցել իր հետ հարաբերվելու եւ իր հետ հաղորդակցվելու եւ իրանից աղդելու սովորելու։ Եթե մեկը համարձակ հայտարարություն է, չի անում։ Եթե մեկը ստեղ մեզանից մեկը, եթե պիտի եկինք չմտնի, դրա միակ պատասխանատուն ինքն է։ Առակաց 15:10, որովհետեւ Տերը կամենում է որ փրկվես, եկեղեցին կամենում է որ փրկվես։ Բոլորն էլ ամեն բան անում են որ փրկվեն։ Ես էլ դու էլ։ Չար պատիժ կա ճանապարհից ծռվողի համար։ Հանդիմանություն ատողը կմեռնի։ Հանդիմանություն խրատ կապ չունի։ Ճանապարհից ծռվողի համար ինչ չար պատիժ կա։ Ճանապարհը եթե տանում է երկինք, ես եթե շեղվեմ, իմ շեղվելս արդեն իմ համար չար պատիժ է։ Ասում է, չէ, վերջնակետդ որտեղ է քեզ տանելու, որտեղ է հասցնելու։ Չար ճանապարհից շեղվողը, ծռվողը
հանդիմանություն ատողը կմեռնի։ Ժողովուրդ ջան, բոլոր այն ճանապարհները, որ սկզբից տեսանք նկարով, այդ բոլոր ճանապարհները Աստծո խոսքը Սուրբ Գիրքը անվանում է, մարդու մեքն աշխարհում է այդ ամենը։ Սուրբ Գիրքը անվանում է լայն ճանապարհ։ Եվ կա ընդամենը մի հատ ճանապարհ։ Մի հատ ճանապարհ Տեր Հիսուսի արյան գինը, որ տանում է երկինք։ Նեղա, բայց հասցնում է տեղ։ Նեղա, բայց օրհնությունով է, ջերմությունով է, սիրով է, քաղցությունով է, վայելչությունով է եւ հասցնում է տեղ։ Անառակ որդու բռնած ճանապարհը ուշադիր, իրան իր հոր տնից տարավ դուրս։ Ինչի մասին ենք հարոզում ճանապարհ, որ տանում է դեպի տուն։ Անառակ որդու ընտրած ճանապարհը իրան իր հոր տնից տարավ։ Այնուհետև իր ընտրած ճանապարհների արդյունքում ինքը աղքատացավ, ինքը անկում ապրեց եւ ինքը պատվազուրկ եղավ։ Իրա բռնած ճանապարհների պտուղը սա էր, իրա գլխով եկավ։ Իրա բռնած ճանապարհներից մեկն էլ վերջինն էր, թերևս կամ նախավերջինը տարավ գերության, ծառայության, որ մեկի խոզերը պետքա կերակրեր եւ փափագելով փափագեր այդ կերակրի եւ այն էլ չտային այդ լապը իրեն։ Սա էր այդ մարդու ընտրած ճանապարհը։ Բայց մի օր մի հատ ճանապարհի մասին իր միտքը լուսավորվեց եւ ասավ վեր գնամ հորս մոտ։ Եվ բռնեց տուն տանող ճանապարհը։ Գիտես, եթե անառակ որդին մտածեր, ասեր վեր գնամ ու ուղակի մտածեր, ինքը չէր հասնելու հայրական տուն։ Եթե նա վեր գնար եւ իր նմանակիցներին քարոզեր, ասեր, տղեկ, լսեք, դուք էլ պապաներն եք, հələ գնացեք տուն։ Մի քանիսը լսեին, եթային, չեթային, մի քանիսին հանդիմաններ, սովորասեր, խրատեր, բայց ինքը չհելներ գնար, ինքը չէր հասնի հորտուն։ Պետք է քայլ արվել, գործողություն, ոչ թե որոշել, մտածել, բարձր խոսել միայն դրա մասին, ուրիշներին խրատել, այլ ինքդ վեր կաց եւ գնա։ Եվ փառք ինքը վեր կացավ եւ գնաց, բռնեց ճանապարհը հայրական տան։ Հիմա եթե ճանապարհի ընթացքում պատկերացրեք որոշ բաներ իրան շեղեր այդ ճանապարհից։ Ինքը տուն կհասներ, մի բան հիշեր, մի ցանկություն արտանար իր մեջ։ Դա համար պետք է միշտ այս ճանապարհի մեջ աչքի դեմ ունենաս, քո ֆոկուսը լինի Հիսուս Քրիստոսի վրա։ Այս նկարը շատ լավ նկար, չգիտեմ լավ երևում է, թե ինչ են հետևում մարդ է։ Հիսուսը գրկապած սպասում է, նկարում լավ չի երևում։ Սպասում է, երբ ես գալու մտնես հայտուն։ Ճանապարհը բաց է, պատրաստ է, ուղղակի գնալա պետք։ Ուզում եմ ասեմ հիմա քննությամբ գաս, տեսնես կա բան, որ քեզի կասեցնում է քո ընթացքին, դանդաղեցնում է քո ընթացքին։ Գիտես, մենակ հայրական տուն տանող ճանապարհը անուն ապաշխարության ճանապարհ էր։ Եվ դրա հետևում կար զեղչ եւ դարձ։ Միայն զեղչ չէ, ուշադրություն։ Միայն զեղչով ապաշխարություն չի լինում, նաեւ դարձ։ Երբ որ մարդ քայլ է անում արդեն։ Մի հատ հարցել եմ ուզում տամ, այսքան հարցերի մեջ ոչ մի հատ էլ թող լինի։ Քո ընթացքը արդարացված է։ Մի հատ կուզեմ ես հարցերին տանը պատասխանես։ Այսինքն քո ժամանակի մեջ անցած հոգևոր ճանապարհը, արդյունքները արդարացված է թե ոչ։ Օրինակ պետք է 2000 կիլոմետր գնաս։ Առաջ օրը գնում ես 5 կիլոմետր, դե մի 6 ժամ հանգստանում ես, դու 5 կիլոմետր գնացել ես մեքենայով կամ պոեզով, չգիտեմ, գնացքով։ Մի 6 ժամ հանգստանում ես, հետո մի 3 կիլոմետր ես գնում, ու ասում ես կանի մի 7 օր էլ հանգստանամ սրանք ման գամ, այդ 7 օր դառնում է 2-3 ամիս։ Հետո կա մի 100 մետր է տաս, կա մի 5-6 կիլոմետր տեղ կհասնես, եւ տեղ կհասնես։ Այսինքն արդարացված չի այս մարդու ընթացքը ժամանակի առումով։ Հավատացում եմ, ինքը 2000 կիլոմետր չի հասնելու իր նշված կետին։ Մի օր ճանապարհի կեսից вообще շեղվելու է ուրիշ տեղ գնա։ Փորձ դա է ցույց տվել։ Ուրեմն Մարկոս 8-րդ գլուխ 3-րդ խոսքում Տերը հետևյալն ասում. երբ որ հացի բազմացում պետք է լիներ։ Եվ եթե նրանց սոված արձակեմ իրանց տները, ուր իրանց տները կթուլանան ճանապարհին, որովհետև դրանցից ոմանք հեռու տեղից են եկել։ Ժորժ սոված փորով ճանապարհ չեն գնում։ Ինչքան լավ է, չէ՞ որ ասենք ինքնաթիռով կլնես գնալուց կամ գնացքով,
Մեքենայով լինի բուրումներ ուտելով, գնացքով ավելի լավ, չարազով, հավեսով, չէ։ Ճանապարհն գող մարդը պետք է ուտի էլ, որ կարա տեղ հասնի։ Եղիաներ սոված էր, ուշքի հետ մեր սոված, ծառի տակ թինգ էր տվել։ Եկավ հրեշտակը բոթեց, էդի չեմ կարդում 3-րդ թագավորաց 19-րդ գլուխն է։ Հրեշտակը բոթեց, ասավ այ տղա հել։ Ասավ հելնեմ ինչ անեմ, սոված եմ, ասավ հել հասկ էր, որ ճանապարհ ունես գնալու։ Եվ սենց հրեշտակ երկու անգամ Եղիային արթնացնում է, հլնում է Եղիան, ուտում է, խմում է, զորանում է, ուժ է գտնում իր մեջ եւ դրանից հետո 40 օր ու գիշերը ճանապարհ է գնում, մինչեւ Աստծո սարը, մինչեւ կհանդիպեր Տիրոջ հետ։ Եթե այսօր չսնվես, վախենամ ընթացքդ կիսատ մնա։ Ուզում ես հանդիպել Տիրոջ հետ, ուզում ես մտնել Տիրոջ հանգիստը, այսօր քեզ սնունդ է պետք, իդեպ ասեմ, առողջ սնունդ է պետք։ Հիշում եք, չէ՞ որ ես ճանապարհներս բան սա հոգևոր եմ ես խոսում, ես այն բուրում ասացի, ես ուրիշ բաների հետ չեմ։ Քեզ հոգևոր սնունդ է պետք, ճիշտ սնունդ է պետք, ցանկալի է մի քանի անգամ օր, բայց առողջ սնունդ, ոչ թե ֆաստ ֆուդներ հոգևոր, ով որտեղ ինչ պատահի գցում է բերանը, գցում է գլուխը, հետո չես կամ թե մի բան սովորացնես, հասկացնես։ Լավ է որ հրեշտակները կերակրում են։ Միգուցե աղրավներ կերակրի քեզի։ Հա թող բեմից քարոզողն ուզում ես աղրավ ասա, ինչ ուզում ես ասա։ Ախպեր, հա թող տենց լինի։ Ինքը Տիրոջ հրամանն է կատարում, բան է կերակրում քեզի։ Վերցրակերք ու 40 օրվա ճամփեն գնա։ Միգուցե քեզ կերակրողը Հիսուսի աշակերտներն են 50 կամ ծառաներն են, չգիտեմ ում ինչ անուն ես տալիս։ Բայց ուզում եմ ասեմ, Կիրակից Կիրակի մի բավարարվի այդ ծննդով։ Կամ միայն տնային խմբակով, դա շատ քիչ է հավիտենական կյանքի ճանապարհի մեջ գնալու համար։ Հիսուսը ասավ. Ես եմ երկնքից իջած հացը։ Եթե կուզեք իմանալ, երկնքից իջած մանանան էլ ինքն է։ Եվ Տերը Աստծոն ասում է, որ Տիրոջը ճաշակեցեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է։ Նա ով որ ճաշակել է Տիրոջը, ժողովուրդ ջան, այս ճանապարհի մեջ ինքը միշտ փնտրում է, որ էլի ճաշակի։ Միշտ փնտրտուքի մեջ է։ Իսկ նա ով որ չի ճաշակել, միայն լսել է սրանից դրանից վկայությունով, ասկի հեշտպետն էլ չի։ Ինչ փնտրի, որտեղ չգիտի ինչա կորցրել, ինչ կարար ինքը վերցնել։ Կամաց ուզում եմ խոսքս բերել ավարտին, բայց ուզում եմ ասեմ Հայաստանը բոլորը ճանաչում եք, չէ՞ որտեղ է հոկտեմբերյանը, որտեղ է նոյեմբերյանը։ Երևանն է, Երևանի մի կողմում հոկտեմբերյանն է, մի կողմում էլ հակառակ նոյեմբերյանն է։ Մի օք իր աշխատության մեջ ցես բան ասավ։ Ասավ, չեմ հիշում է, հոկտեմբերին պիտի գնայի նոյեմբերյան, թե նոյեմբերին պիտի գնայի հոկտեմբերյան։ Հակառակ բան։ Ասում եմ հոկտեմբերին պիտի թայ նոյեմբերյան, թե նոյեմբեր ամսին պիտի թայ հոկտեմբերյան։ Բայց մի հատ պատմություն եմ ուզում անեմ, ուրեմն մի հատ երիտասարդ մոտ 20 տարեկան նոր ամուսնացած, երիտասարդ զուգպատյաց է 20 տարեկան ցած։ Տիրոջից կանչ հաստանում եղբայրը, որ պետք է գնան Ամերիկայից Աֆրիկա միսիոներության։ Դժվար է, մանավանդ երիտասարդ քույրիկի համար ամուսնացել է, ընտանիք պետք է վայելի Ամերիկայում եւ ամուսին ասում է սիրելիս, ես Տիրոջից կանչ եմ ստացել, պետք է գնանք աֆրիկյան երկրներին միսիոներության ծառայելու։ Բնականաբար քույրիկներ Աստծո զավակը համաձայնվում են եւ երկուսով ճանապարհ են գնում։ Գնում են Աֆրիկա։ Ես սկսում եմ իրենց միսիոներական ծառայությունը, շատ դժվար, ահա որ դժվար, մահերից պրծնելով, չգիտեմ տեղացիներից, վտանգներից եւ այլն, շատ մեծ դժվարությամբ եկեղեցի են ծնում այնտեղ, ուսում են ծառայել այդ ժողովրդին։ Բնականաբար երեխաներ են ունենում, 4 հատ երեխա։ Շատ չերկարացնեմ, չօգնացնեմ ձեզ, լինում են համաճարակներ այդ երկրում եւ այս եղբայրը կորցնում առաջ երեխաներից 1-2 հոգուն, հետո կինն է մահանում, հետո նորից երեխաներն է մահանում, ինքը մնում է մենակ։ Եվ դեռ 50 տարի ծառայում է այդ ժողովրդին։ 50 տարի։ Դե արդեն պատկերացնեք, մոտ 70 տարեկան մարդ, որ չի ասել նույնիսկ պապիկ դառնալ։ Եկեղեցին շատ մեծանում է, շատ տարածում է, հովիներ են եկեղեցում դրվում, մի քանի ծառայողներ, մի տարածում արդեն եկեղեցին ինքը իրան սկսում է ծավալվել ու աճել։ Այս եղբայրը հասկանում է, այս միսիոներ եղբայրը, որ իր միսիան ավարտվեց Աֆրիկայում, վերցնում է տուն դարձի ճանապարհը, տոմս առնում, որ նավով գա երդ Ամերիկա։ Դե ինչ որ պետք է ինք արավ, եկեղեցին արդեն ինք իր հոնի մեջ ընկած գնում է։ Անենց հաստատում որ այդ նավի մեջ է լինում նաև Ամերիկայի դեսպանը Աֆրիկայում, որ
իրան ուղարկած են լինում որոշ, ասենք, դագավորներ գրելու, որոշ բաներ համաձայնացնելու, չեմ հիշում, 2 շաբաթով տոլի 2 ամսով գնացած է լինում, եւ հաջողվում է իր գործի մեջ եւ ինքն էլ է այդ նույն նավի մեջ, ինքն էլ է հետ գալիս տուն, գալիս Ամերիկա։ Ասում է, երբ որ նավը կանգնում է, գալիս են եւ դիմավորելու այդ դեսպանին, գորգեր են փռում, փուչիկներով, ծաղկե փունջերով, օրկեստրով, ինչ պատվով, ինչ մեծ գործ արել Ամերիկայի համար, ինչ դագավորներ են կնքել, չեմ կրկնում, չեմ հիշում, 2 շաբաթ տոլի 2 ամիս։ Այս ծերունի եղբայրը ուզում է իշնի, տենում է մի հատ քույրիկ այնտեղ կանգնած, իրանից մի 10 տարի մեծ։ Եվ այս քույրիկը ասում է, եղբայր, ասում է, ես հիշում եմ, երբ որ դու 20 տարեկան էիր, դու որոշեցիր գնաս քո կյանքը տաս Աստծուն նվիրես։ Եվ մի փոքրիկ ծաղիկ նոր ճամփեքից հավաքած, դե 80 տարեկան կենիք ինչ պիտի հավաքի։ Եղբորը նվեր է տալիս։ Եղբայրը նայում է այդ դեսպանին, այդ երիտասարդին, թե ինչ ընդունելության արժանամ սիրտը լցվում է։ Սրտի մեջ հետ կլտում է, ասում է Տեր, ամբողջ կյանքս տվեցի քեզ։ Ամենաթանկ ինչ ունես սաղ տվեցի քեզ։ Կին, երեխա, ոչինչ չունե։ Ասում է մի տեսակ կարծես արդարացի չի, որ իրան սենց են ընդունում, ինձի սենց։ Ասում է, Սուրբ ոգի խոսում է հետ, ասում է, զավակս, ինք իր տուն է վերադարձել, դա մայրան տենց են ընդունում։ Դու դեռ քո տուն չես վերադարձել։ Ասում է, երբ որ վերադառնաս քո տուն, այնտեղ արդեն վաղուց պատրաստվում են քեզ դիմավորելու։ Նման դիմավորել դու երբեք չես տեսել եւ չես պատկերացնի։ Մենք քեզ սպասում ենք այստեղ, բայց դեռ ժամանակ ունես մի քիչ։ Ճանապարհ դեպի տուն։ Բայց ուզում եմ մի հատ համարի կարդամ Եբրայեցիներից 3:10-11-ը։ Աստված խոսում է Իսրայել ժողովրդի մասին, ասում է. նրա համար զզվեցի այն ազգիցը եւ ասեցի. միշտ մոլորվում են սրտով, միշտ մոլորվում են սրտով։ Հոգներ էր Աստված այդ մարդկանց մոլորվելուց, ճանապարհներից ճանապարհներ, կամ իրանց սրտի ճանապարհները ամենաուղիղ ամենաճիշտերը, ասում միշտ մոլորվում են սրտով։ Եվ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Հիշում եք, ասում ենք, որ քո ճանապարհների մեջ բոլոր ճանապարհներն ճանաչիր Տիրոջը։ Միշտ մոլորվում են չճանաչեցին իմ ճանապարհները։ Այնպես որ ես երթում արի իմ բարկությունումը, թե պիտի չմտնեն իմ հանգստի մեջ։ Այնպես որ ասում է երթում արի իմ բարկությանումը, որ պիտի չմտնեն իմ հանգստի մեջ։ Նորից 10-րդ խոսքը դին Արեգ ջան, խնդրում եմ, վերջի մասը մոլորվում են սրտով եւ նրանք չճանաչեցին իմ ճանապարհները։ Հիմի ես մի պահ հակա այդ մարդկանց հանդերձները անապատով գնում եմ, մոլորված սրտով մոլորված, հերթական անգամ եւ Տիրոջ չեմ կանչում, բայց կարծում եմ, որ իմ ճանապարհները ճիշտ են, եւ Տերը ասում է, ես իմ բարկության մեջ որոշեցի, որ իմ հանգստի մեջ չի մտնելու, չէ՞, կարդացինք։ Բայց այդ մարդը տեղյակ չէր Տիրոջ որոշումից։ Այդ մարդը գնում էր իր ճանապարհներով, հպարտ, ամենաճիշտ, ամենաուղիղ ճանապարհներով։ Գիտեր թե հասնելու է հանգիստ, բայց Տերը իր համար ասել է, պրոստը այդ մարդը տեղյակ չէր։ Ասում եմ, արի այսօր իմ քո կապը երկնքեր լինի, մենք տեղյակ լինենք Տիրոջ որոշումների մասին մեր համար։ Եվ դա համար պետք է ուշք դարձնենք ուղղակիորեն մեր ճանապարհներին, ժողովուրդ ջան։ Ո՞վ հասկանում միտքս։ Կուզեմ, որ մենք մեր ճանապարհների մեջ ճանաչենք Տիրոջը։ Չէ թե մեր ճանապարհները, մեր սրտի, մեր հասկացողության, մեր փորձառության, մեր իմաստության, ոչ Տիրոջ ճանապարհները։ Միայն Տիրոջ ճանապարհները։ Ոտքի կանգնեք աղոթքով գանք Տիրոջ առաջ։